Մշակութային զբոսաշրջության խթանում յուրաքանչյուր տարի առնվազն 2 համաշխարհային աստղերի հյուրախաղերի կազմակերպման միջոցով։ Դուք հիշում եք մեծ սկանդալը կապված Snoop Dogg-ի համերգի հետ, որը արդյունքում լավ եղավ, որ մենք հետևողական գտնվեցինք եւ նախորդ մրցույթը շահած ընկերությունը նույնպես հետևողական գտնվեց, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում եւ արդյունքում մենք ստացանք մի հսկայական նշանակության իրադարձություն Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանի Հանրապետական մարզադաշտում եւ մենք հիմա հետեւյալ որոշումն ենք կայացրել ամեն տարի պետական բյուջեով մենք հատկացում ենք իրականացնելու մրցութային կարգով առնվազն 2 համաշխարհային աստղերի համերգներ են կազմակերպելու Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր ասում են, թե մենք բյուջեում ավել փող ունենք, մենք էլ աստղ ենք հրավիրում, ուզում եմ ասել հետևյալը, որ մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ երբ որ այդ գումարը մենք ներդնում ենք այս նպատակի համար, այդ գումարի ծախսման արդյունքում այնքան զբոսաշրջիկներ են գալիս եւ այնքան գումար են ծախսում, որ Հայաստանի Հանրապետությունը լիուլի ամբողջությամբ հետ է բերում այդ գումարը։ Մի մասը ուղիղ վերադառնում է պետական բյուջե, մի մասն էլ այլ գնում է փոքր եւ միջին բիզնեսին կամ բիզնեսներին ընդհանրապես, տաքսիներին եւ այլն եւ այդպես շարունակ, եւ այս գումարը իրականում մենք ծախսում ենք նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Էլ չեմ ասում, որ Հայաստանի իմիջն է բարելավում դրանով եւ որը իր հերթին այդ համերգներից դուրս մեծացնում է զբոսաշրջիկների հոսքերը եւ նաեւ այս միջոցով մենք պետք է զբոսաշրջիկների թիվը հասցնենք 3 միլիոնի։